Так, ողջույն, այն իմ սկրինշոթներից, իհարկե, 11 հոկտեմբերի 2024 թվական առավոտյան 11:38, ինձ մոտ ժամը 7:10 մարտի 1-ն ենք, շաբաթ օր։ Շնորհավորում եմ, բարի գալուստ Գարուն, տեսնենք այս Գարունը ինչ է լինելու, ինչպիսին է լինելու, ինչի ուզում ասի, ես սպասում եմ, որ խանութը բացվի ինձ էներգետիկ գնեմ։ Հովիկ Խաչատրյանի բլոգը, մի խոսքով wordpress.com սայթը, բայց կայք կամ այդ կայքում է, կամ էլ չգիտեմ, այդ կայքի հետ կապ ունի, մի խոսքով արդեն, մի խոսքով տեգ է արել, էլի, տեգ, չգիտեմ ոնց ասեմ, մի խոսքով կարդանք տեքստը, Եղիշե, այսինքն Եղիշե, Վարդան Մամիկոնյանի խոսքը հայոց զորքին, այս Եղիշեխի է գրում, տեսիմ է ինչ-որ բան տեղը չեմ բերում, շատ պատերազմներ եմ մղել ես, և դուք էլ ինձ հետ, տեղ կար, որ քաջաբար հաղթեցինք թշնամիներին, տեղ էլ կար, որ նրանք հաղթեցին մեզ, բայց ավելի շատն այն է, որ հաղթող ենք դուրս եկել, ոչ թե հաղթված։ Բայց այդ բոլորը մարմնավոր պարծանք էր, որովհետև անցավոր թագավորի հրամանով էինք մարտնչում։ Ով փախչում էր, վատ անուն էր երևում աշխարհում և նրանից անողոր մահ էր ստանում, իսկ ով քաջությամբ առաջ էր ընկնում, քաջ անուն էր ժառանգում և մեծամեծ պարգևներ էր ստանում անցավոր ու մահկանացու թագավորից։ Եվ մեզնից ամեն մեկս էլ ահավասիկ շատ վերքեր ու սպիներ ունենք մեր մարմինների վրա, և ուրիշ շատ քաջություններ էլ են եղել, որոնց համար էլ մեծամեծ պարգևներ են ստացվել։ Անարգ ու անօգոտ եմ համարում այդ քաջությունները և ոչինչ բան էր այդ բազմաթիվ արարքները, որովհետև բոլորն էլ ոչնչանալու են։ Արդ աղաչում եմ ձեզ, ով իմ քաջ նիզակակիրներ, մանավանդ, որ ձեզանից շատերը քաջությամբ ինձնից ավելի լավն եք և հայրենական գահի պատվով ավելի բարձր, բայց երբ ձեր հոժար կամքով ինձ կարգեցիք ձեր առաջնորդ և զորագլուխ, թող իմ խոսքերը ախորժալուր ու բարձրալի թվան մեծերիդ ու փոքրերիդ ականջներին, չընկրկեք ու չվախենաք հեթանոսների բազմությունից և ոչ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դեմ։ Թիկունքներս դարձնենք, որպեսզի եթե Տերը հաղթություն մեր ձեռքը տա, ոչնչացնենք նրանց զորությունը, որպեսզի բարձրանա ճշմարտության կողմը, իսկ եթե հասել է ժամանակը, մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության և քաջության մեջ վախկոտություն չխառնենք։ Իսկ արդ 2 և 3 կռիվների մեջ ինքը, Տերը, մեծ զորությամբ օգնեց մեզ, այնպես որ քաջության անուն ժառանգեցինք և արքունի զորքը չարաչար ջարդեցինք, մոգերին էլ անողորմ կերպով կոտորեցինք և կռապաշտության
պղծությունը մի քանի տեղերից սրբեցինք, թագավորի անօրեն հրամանը ջնջեցինք, ոչնչացրինք, ծովի խռովությունը իջեցրինք, լեռնցած ալիքները դաշտացան, բարձրադես փրփուրն սպառվեց, գազանացած զայրույթը դադարեց, նա, ով ամպերի վրայից էր որոտում, ընկճված իր սովորական բնույթից էլ ցած իջավ, մեզ հետ խոսելով, նա, ով խոսքով ու հրամանով էր ուզում կատարել իր չարությունը Սուրբ Եկեղեցու վերաբերմամբ, այժմ աղեղով ու նիզակով ու սրով է կռվում, նա, ով կարծում էր, թե մենք քրիստոնեությունն իբրև զգեստ ունենք հագած, այժմ չի կարողանում մեզ փոխել, ինչպես մարմնի գույնը չի կարելի փոխել, գուցե այլևս չկարողանա էլ մինչև վերջ։ Եվ մենք էլ թեպետ մարմնով երկրի վրա ենք, բայց հավատով երկնքում ենք հաստատված, որտեղ ոչ ոք չի կարող հասնել Քրիստոսի անձեռագործ շինվածքին։ Հաստատ մնացեք մեր անդրդվելի զորագլխի վրա, որ երբեք չի մոռանա ձեր քաջությունները, ով քաջեր, մեզ համար մեծ շնորհ է այս, որ Աստված կատարեց մեր բնության միջոցով, որի մեջ և մեծապես երևում է Աստծո զորությունը։ Եվ ահա եկել հասել է ժամանակը, որ ամեն մի կեղծ կոչված բան հեռացնենք մեզանից, այն ժամանակ իբրև մի վշտալից սգավոր հոգով ու մարմնով տրտմած էինք, այսօր երկուսով էլ զվարթացած ու զգաստացած, առհասարակ խելամիտ ենք դարձել, որովհետև բարերար Տիրոջն էլ տեսնում ենք մեզ հետ իբրև առաջնորդ, մեր զորավարը մարդ չէ, այլ բոլոր մարտիրոսների զորագլուխը։ Վարդանի և Հայոց պատերազմի մասին։